Պատրաստում ենք իսկական Նապոլեոն։ Ամենակարևորը, որ բաղադրիչները լինի ամենալավը ու ամենավորակովը նախապայմաններից մեկն է։ Նապոլեոն պատրաստելու համար մեզ պետքա 400 գրամ կարագ, 800 գրամ ալյուր։ Կարագը քերիչով անցկացնելուց հետո նաև մաղով անցկացնում ենք ալյուրը, որպեսզի մեր ալյուրը լինի թթվածնով հարուստ։ Մեկ պտղունց աղ, մեկ ճաշի գդալ քացախ եւ օղի ենք ավելացնում, բաժակի կեսով էլ գոլ ջուր եւ ցուն լվանալուց հետո մեջտեղը կլորակ ենք անում եւ սկսում ենք հունցել։ Հունցում ենք ու բաժանում ենք գնդերի։ Իմ մոտ ստացվեց 7 գունդ, մեկը փշուրի համար։ Օպերատոր ջան, լավ չես աշխատում, դիք ցույց տուր։ 180 աստիճանի տակ, քանի րոպե ենք թխում ամեն մի շերտը։ 5-ից 6 րոպե։ Դեպքից չես բայ, լավ օպերատոր ջան։ Ինքը նոր եկա էլի։ Աչում եմ որ ստացվի։ Ստացվեց, այն էլ ոնց ստացվեց ու ամեն շերտը ջեռոցից հանելուց ուրախանում ու երջանկանում էի, մի փոքր էլ գլուխս գովեմ, հպարտանում էի ինձանով, որ մայրիկիս ու տատիկիս մանկության թխվածքը, որ անհնարին էր թվում, արդեն այսօր ես ինքս եմ պատրաստում։ Ասեմ, որ կրեմի համար վերցրել եմ վայելո տեսակի կարագ, քանի որ մասնագետներն ասում են, որ կրեմի համար վայելոն իդեալական է։ Ամենակարևոր նախապայմանը կարագը լավ հարել, հետո նոր գտալ ավելացնել խտացրած կաթը, որ խմորը կրեմը չփսորվի ու մի հատ օպերատոր խնդրում եմ կրեմը մոտիկի ցույց տվեք ինչ հիանալի կրեմ ենք ստացել Baby down like the way your body down low baby calm down me wanna go now she tell me please sit down body in my body she tell me please sit down she wanna